2025 թվականի մարզական տարին են այսօր ամփոփել Գյումրիի քաղաքապետարանում։ Տարեվերջյան ընդունելության հյուրեր աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների, օլիմպիական մարզաձևերի, ինչպես նաեւ հանրապետական ու այլ առաջնությունների մասնակցած առաջատար մարզիկներ ու մարզիչներ էին։ Հպարտանալու առիթն անցնող 2025 թվականի ընթացքում գյումրեցի մարզիկների նվաճած ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներն են։ Միայն աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններից 28 ոսկե, 8 արծաթե եւ 14 բրոնզե մեդալներ են նվաճել։ Աշխարհի Եվրոպայի պաշտոնական առաջնություններում գյումրեցի մարզիկների նվաճած մեդալները կազմում են Հայաստանի Հանրապետության մեդալների շուրջ 40%-ը։ Մարզիկների եւ նրանց մարզիչների աշխատանքն ու գրանցած արդյունքները քաղաքապետարանի աշխատակազմը բարձր է գնահատել եւ արժանացրել դրամական պարգևների, որի ընդհանուր գումարը կազմում է մոտ 22 միլիոն դրամ։ Հաղթանակներով վերադարձած մարզիկների ու մարզիչների ընդունելությանը ներկա էին ավագանու խմբակցությունների անդամները, որոնք շարունակական հաջողություններ են մաղթել միջազգային մարզական հաղթանակներում։ Այս տարի եղել եմ Մադրիդ քաղաքում, Եվրոպայի պատանիների առաջնությանը գրավել եմ 3-րդ տեղը։ Գոհ եմ իմ արդյունքներից, երկրորդը Եվրոպայի առաջնություններ, այս անգամ մեդալով վերադարձա։ Այս տարի մասնակցել ենք Եվրոպայի առաջնությանը, Եվրոպայի առաջնություն 50 մետր մրցաձևում, խոցելով 591 միավոր, սահմանել եմ Եվրոպայի եւ աշխարհի նոր ռեկորդ, դառնալով Եվրոպայի չեմպիոն։ Բավականին հաջողակ տարի էր, հուսանք 2026-ին Եվրոպայի առաջնությունը Հայաստանում է տեղի ունենալու։ Հուսանք նույն վիճակով ենք հանդես գալու, փորձենք հնարավորինս, որ նամանավանդ Հայաստանում կարողանանք բարձր պահենք մեր Հայաստանի Հանրապետության դրոշը եւ օրներ կհնչեցնել տանք նորից։ 2025 թվականին ես մասնակցել եմ նաև որպես մարզիկ, որպես սպորտսմեն, տեղ ունեցավ աշխարհի 2 առաջնություն եւ Եվրազիայի առաջնություն, միայնակ տվյալ տարվա մեջ գրանցեցի, ստացավ 6 մեդալ, աշխարհի գավաթի առաջնության առաջի տեղ, աշխարհի գավաթի առաջնության երկրորդ տեղ տարբեր կատեգորիաներում, Եվրազիայի առաջնության առաջի տեղ եւ աշխարհի առաջնության առաջի տեղ եւ երրորդ տեղ։ Տեղում տարի էր մրցանակների առումով իրոք շատ բավական գոհացուցիչ տարի էր։ Մեր սաներից դպրոցի սաներից մարզադպրոցի 4-ը նվաճեցին աշխարհի Եվրոպայի օլիմպները, այսինքն բարձունքները։ Երիտասարդների շրջանում ունեցանք գյուղշինկայի կարատեի ուղղությամբ աշխարհի մրցանակակիցներ, երիտասարդների եւ պատանների, իսկ ավակներից Սարգսյանի ջիգը կարելի ասել չանցավ մի մրցում, որտեղ Սարգսյանի ջիգանուն ազգանունը չհնչեց առաջին կամ երկրորդ հաշտայում։ Մենք գոհ ենք դրանից, փառք Աստծո։ Շատ լավ արդյունքներ ենք ունեցել այս տարի, սկսենք մեր Էզիգից, աշխարհի առաջնություն, աշխարհի գավաթ, նաև երրորդ տեղ են ընկերենք թիմով երեխաների հետ, նաև Էզիգի աշակերտներն են տեղի ունեցել։ Այս ամիս մենք ունենք նաև գեղարվեստական մարմնամարություն, Ինգեր Մարինը, որը լավ արդյունքներ է տվել, միջազգային չեմպիոններ է տվել, երկրորդ մրցանակիր ենք տվել, անձամբ ուշու Սանդայից եմ միջազգային առաջնության երկրորդ մրցանակիր տվել Էլիազյան Ալիգը, որը թույլտվություն ստացավ ապրիլ ամսին մասնակցելու աշխարհի առաջնությունը։ Միասնությունը բոլոր բնագավառներում հաղթանակի հիմքն է հանդիսանում։ Այսօր այս դահլիճում տարբեր սպորտաձևերի ներկայացուցիչներ միասնական են մեկ գաղափարի շուրջ եւ այդ գաղափարը Հայաստանի Հանրապետությունն է եւ հայ ժողովուրդը։ Ձեր ամեն մի նվաճում դա հայերի, հայ ժողովրդի Հայաստանի Հանրապետության նվաճումն է։